2026-ի գլխավոր երանգներից են սպիտակը և ոսկեգույնը։ Դրանք խորհրդանշում են մաքրություն, լույս և նոր սկիզբ։ Սպիտակ տոնածառը համարվում է տարվա ամենանուրբ և էլեգանտ տարբերակը։ Կանաչը, մանուշակագույնը և սաֆիր կապույտը նորից վերադարձել են նորաձևություն։ Դրանք համադրվում են թավշյա ժապավենների և փայլուն զարդերի հետ, ստեղծելով տրամադրություն։ Ընտրեք առավելագույնը երկու հիմնական գույն՝ միաձուլված տեսքի համար։ Լուսավորությունը թող լինի տաք և մեղմ, հատկապես մուգ երանգների դեպքում։ Մեր օրերում Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը։ Գերմանիային է վերագրվում Սուրբ Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները։ Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով։ Վաղ տոնածառները զարդարվում էին փերիների և բարի ոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար։ Լեհաստանում տոնածառները զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով։ Շվեդիայում վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ծղոտե պատկերներով։ Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ։ Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերիկներ։ Լիտվայում տոնածառները զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով։ Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք։ Վաղ տոնածառներն այսօրվա տոնածառներից տարբեր կերպ էին զարդարվում։ Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանքներ էին կամ ուտելի։ Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթերից պատրաստված զարդարանքները։ Ամանորի խորհրդանիշը։ Ամանորի տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ, որպես կյանքի խորհրդանիշ։ Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով։ Դրանցում ապրում են բարի ոգիներ։ Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը՝ աստվածային նախախնամություն։